մասնակցելու պետություն ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ ազգային ժողովի մեր առաջարկած հայտարարության նախագծի մասնագիտական լսումներին։ Մեր նպատակն է ստանալ մասնագիտական իրավական գնահատական մեր երկրում տեղի ունեցող անհավատալի, զարհուրելի իրադարձություններին։ Հաշվի առնելով, որ այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է, առաջարկում եմ սկսենք 1 րոպե լռությամբ հարգելով հայրենիքի պաշտպանության համար կյանքը ավանդած մեր հերոսների հիշատակի համար։ Շնորհակալություն։ Լսումները նախաձեռնելիս մենք հրավերներով դիմել էինք շահագրգիռ կողմերին եւ բնականաբար առաջին հերթին հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որից ստացված նամակը թույլ տվեք ընթերցել։ Ողջունում ենք սույն նախաձեռնությունը, որը միտված է գնահատելու պետության կյանքում առաքելական մեր Սուրբ եկեղեցու դերակատարությունը եւ ընդգծելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ միջազգային պարտավորությունների շրջանակներում իշխանությունների կողմից եկեղեցու ներքին ինքնավարությանը չմիջամտելու անհրաժեշտությունը։ Ցավում ենք, որ ավագ հինգշաբթի օրվա ծիսական արարողությունների պատճառով հնարավոր չպիտի լինի եկեղեցականի մասնակցությունը հրավիրված լսումներին, առաստված աղոթքով մաղթում ենք ձեզ քաջառողջություն, գործոց հաջողություններ եւ ամենայն բարիք։ Եվ իսկապես խորհրդանշական է, որ քրիստոնեական տոնածիսական կյանքի կարևորագույն ժամանակաշրջաններից մեկի ժամանակ Սուրբ Զատիկին նախորդող հավաք շաբաթվա ընթացքում մենք փոխարենը մասնակցելու միջոցառումներին հարկադրված ենք կազմակերպել այս քննարկումը, այս լսումները պաշտպանելու հայ առաքելական եկեղեցու իրավունքը իրականացնելու, կազմակերպելու հենց այդ ծիսակարգերը։ Կարծում եմ, որ այս իրողությունը առավել ընդգծում է ու առավել մոտիվացնում է բոլորիս պայքարի համար։ Ներկայացնեմ մեր այսօրվա աշխատակարգը։ Մենք կսկսենք հիմնական զեկույցով, որի համար նախատեսված է մինչև 10 րոպե, որին հարցերի հնարավորություն կլինի, այնուհետև հարակից զեկույցով հանդես կգա պարոն Հարությունյանը ևս 10 րոպե եւ հնարավորություն կընձեռենք մեր հյուրերին, մեր գործընկերներին 4-ից 6 րոպե տևողությամբ ելույթներով ներկայացնել իրենց առաջարկները։ Ինչպես գիտեք, մենք հետաձգել ենք հանձնաժողովում հայտարարության քննարկումը, որպեսզի այսօրվա լսումների արդյունքում արդեն լրամշակված տարբերակով ներկայացնենք հայտարարության տեքստը